Վայ գայթակղություն անողներին, կույրի առաջ գայթակղություն մի դնիր, այլ քո Աստվածանից վախեցիր։ Ղևտացոց 19:14 Անիծյալ լինի այն մարդը, որը կմոլորեցնի կույրին ճանապարհի վրա, և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ այդպես թող լինի։ Երկրորդ Օրենք 27:19 Գինեկոլոգները խորհուրդ են տալիս զույգերին, որ գեղեցիկ էրոտիկա նայեն։ Գինեկոլոգները այդպիսի խորհուրդ տալով մոլորեցնում են մարդկանց և մարդկանց դարձնում են գեհենի որդի։ Ով որ պոռնոգրաֆիա է նայում, ապա այդպիսի մարդը գնալու է դժոխք։ Պոռնոգրաֆիա նայելով դու կեղտոտում և այլանդակում ես քո մաքուր և գեղեցիկ ռոմանտիկ սեռական զգացմունքները։ Ով որ պոռնոգրաֆիա է նայում, ապա այդպիսի մարդը կեղտոտում և այլանդակում է իր աչքերը։ Ով որ զբաղվում է անալ և օրասեքսով, ապա այդպիսի մարդը գնալու է դժոխք։ Ով որ զբաղվում է ձեռնաշարժությամբ, ապա այդպիսի մարդը գնալու է դժոխք։ Ով որ օգտագործում է սեքս խաղալիքներ, ապա այդպիսի մարդը գնալու է դժոխք։ Ով որ գրգռում է ինքն իրեն, իր սեռական օրգանները իր ձեռքով, ապա այդպիսի մարդը գնալու է դժոխք։ Ստաշխի ծրար է իմ սիրեցյալը ինձ համար, սtinկներիս մեջ է անցկացնելու գիշերը։ Ե Երկհոց 1:13 Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրեցյալ, նաև հաճելի, նաև մեր անկողինը դալար է։ Ե Երկհոց 1:16 Ով որ ամոթ համարի ինձ և իմ խոսքերը այս շնացող և մեղավոր ազգի մեջ, մարդու որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա փառքովն իր հոր և սուրբ հրեշտակների։ Մարկոս 8:38 Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։ Եբրայեցիներին 13:4 Շնացողներն ու պոռնիկները չեն գնալու դրախտ, Աստծո մոտ։